Ուրեմն սիրելի, Աստծո օգնությամբ այսօրվա իմ քարոզից նյութը պիտի ըլլա եկեղեցին ինչ գուտա աշխարհին։ Եկեղեցին ինչ գուտա աշխարհին։ Աստծո խոսքը պիտի շարունակենք կարդալ Գործք Առաքելոց 3-րդ գլխում 11-րդ համարը։ Քանի որ անիգա, այսինքն բժշկված գավը, Պետրոսին ու Հովհաննեսին հարել էր, բոլոր ժողովուրդը զարմացած մեկտեղ վազեցին անոնց քով, այն սրահը, որ Սողոմոնին սրահը կոչվեր։ Պետրոս հասիկա տեսնելով ըսավ ժողովուրդին, ով իսրայելացի մարդիկ, ինչու զարմացել եք Աստծո վրա։ Կամ ինչու աչքերնիդ տնկած մեզի կնայիք։ Միթե մեր զորությունով կամ բարեպաշտությունով ադոր քալել դվինք Աբրահամին ու Իսահակին եւ Հակոբին Աստվածը, մեր հայրերուն Աստվածը փառավորեց իր որդին Հիսուսը, որ դուք մատնեցիք եւ ուրացաք Պիղատոսին առջև եւ ինք վճռեց, որ արձակե։ Փաստուկ այն սուրբը եւ արդարը ուրացաք ու խնդրեցիք, որ մարդասման մարդ մցեզի շնորհի, բայց գենաց առաջնորդը սպանեցիք, որ Աստված մերելներեն հարուցանեց, որուն մենք վգայինք։ Անոր անվանը հավատքով, անոր անունը զորացուց ասիգա, այսինքն գաղին, որ դուք կտեսնեք ու կջանչնաք։ Այդ հավատն է, որ առողջացուց այն ձեր ամենուն արջը։ Հիմա եղբայրներ, գիտեմ, թե չգիտնալով ըլիք, ինչպես ձեր իշխաններն ա, բայց Աստված ինչ որ նախապես իր բոլոր մարգարեներուն բերնով հայտներ էր Քրիստոսին չարչարվելուն մասին, այնպես կատարեց։ Ուստի ապաշխարեցեք ու դարձի եկեք, որպեսզի մեղքերնից չնչվի, որպեսզի սկոպանքի ժամանակներ կան Տերոջը երեսեն եւ նախապես ձեզի քարոզված Հիսուս Քրիստոսը ղրգե, որ պետք է երկինք ընդունի մինչև այն ադենները եւ բոլոր բաները կատարվին, որոնց համար Աստված սկիզբեն իվեր իր սուրբ մարգարեներուն բերնով խոսած է։ Մովսես մեր հայրերուն ըսավ թե ձեր Տեր Աստվածը ձեր եղբայրներեն ինձի պես մարգարեմը պիտի հանե ձեզի, անոր մտիկ ըրեք, ամեն ինչ որ ձեզի խոսի։ Եվ ով որ այն մարգարեին մտիկ չնե, ժողովրդի մեջ պիտի գործվի։ Ու բոլոր մարգարեները Սամվելենը սկսած խոսեցան եւ այս օրերուն համարալ իմացուցին։ Դուք եք մարգարեներուն որդիները եւ այն ուխտին, որ Աստված մեր հայրերուն հետ ըրավ ու ըսավ Աբրահամին։ Քու սերունդովը պիտի օրհնվի երկրի բոլոր ազգերը։ Աստված իր որդին հարուցանելով արած ձեզի ղրգեց զանիգա, որպեսզի ձեզ օրհնե, ամեն մեկը ձեզ չար ճամփաներեն դարձնեն։ Թող Աստված օրհնե սիրելիներ իր խոսքը մեզ մեր իրականչուրին համար։ Այս օրերուն արևմտյան երկիրներուն մեջ զանազան քրիստոնեական հարցումներ կբարձրացվի եւ բավական վիճելի նյութ դարձած է, թե արդյոք Սուրբ Հոգին քերբնական բարգևները այսօր եկեղեցու մեջ կորձում է հրաշք, բժշկություն, մարգարեություն եւ այս մեկը սիրելիներ ցավոք սրտի վիճապանության նյութ դարձավ։ Եվ մարդիկ Քրիստոսի գուկային եւ ցնորական մարդկային սահմանափակ մտքի հետևանքով շատ դարօրինակ հարցումներ կհարցնեին Հիսուս Քրիստոսին, արիտոմ Հիսուսը սավ, դուք ոչ քիրքերը գիտեք եւ ոչ ալ Աստուծո զորություն։ Հիսուս մեզ սորվեցուց, որ երկինք երկիր կանցնի, բաց իր խոսքերեն հովմը, նշանակիրմը կեդին պիտի չինա։ Քրիստոսի ճշմարտության խոսքերը դարերու ընթացքին հաստատուն է եւ անփոփոխական, եւ միևնույն ժամանակ աստվածային զորությունը անփոփոխ է։ Մեզի համար է ժամանակը, Աստուծո մոտ ժամանակ գոյություն չունի,
Եթե Աստված ժամանակի մեջ սահմանապագենք, արդեն Աստված չըլլար։ Անոր համար սիրելիներ Աստուծո խոսքը եւ Աստուծո զորությունը անփոփոխ է։ Եվ Հիսուս ինչ ասավ, թե արդյոք որդի մարդու եւ կա երկրի վրա հավատք պիտի գտնե։ Եվ եթե մենք Ղուկաս 18-րդ գլխուն այդ հատվածը լուրջորեն սերդելու լանք, պիտի տեսնենք, թե այդ արագը կվերապերի վերջին օրերուն, Քրիստոսի երկրորդ քարոզության նախօրյակին, եւ այդ վիճակը, որ այս օրերուն մենք կապրինք, հավատքի թույլության վիճակ է, այսինքն ոչ թե աշխարհիկները, այլ եկեղեցին եւ հավատացյալները գործընծուցած են իրենց աղոթքի կյանքը եւ աղոթքի զորությունը։ Եվ կյանքի բոլոր մարտահրավերներուն եւ դժվարություններուն դիմաց գտիմեն մարդկային բոլոր միջոցներ։ Բայց սիրելիներ, Աստուծո խոսքը եւ Աստուծո զորությունը չէ փոխված։ Գա փոխված վիճակը մեր քրիստոնյաներուս, մեր կյանքը եւ մեր հավատքն է։ Այս օրերուն սիրելիներ մենք պիտի չանանք մոդենալ Քորս Արաքելոցին, որ այսօրվա բոլոր եկեղեցիներուն երազանքն է ապրիլ Քորս Արաքելոցը։ Եվ այսօր պիտի տեսնենք, որ Քորս Արաքելոց 3-րդ գլխուն օրհնության բանալին մեզի համար շատ սովորական ճշմարտություն մնե, բայց մենք անոր մեջ թերացած ենք։ Քորս Արաքելոց 3-րդ գլխու զորության բանալին աղոթք է սիրելիներ։ Սիրելի քույրս, եղբայրս, Տուն գանչված ես լինելու աղոթքի մարդ, Տուն գանչված ես լինելու աղոթքի դիգին, անշուշտ, եթե մենք աղոթքի կյանքը ապրենք։ Ինչ այսօրվա իննուտս եկեղեցին ինչ կուտա աշխարհին, ինչ դալու է, աշխարհը, որ մեր առջև բացված է, եկեղեցին աշխարհին ցուցաբերելու է Քրիստոսի սերը, այս մեր գենցաղավարությունն է, մեր փոխհարաբերությունն է, որ մարդկանց հետ գործելու ենք, վարվելու ենք քրիստոնեական սիրով, որու մեջ մեղք գոյություն ունենալու չէ։ Եկեղեցին աշխարհին քարոզելու է Քրիստոսի ավետարանը, փրկության խոսքը, ինչ որ այսօր Պետրոս Արաքյալ ըրած է Քորս Արաքելոց 3-րդ գլխու մեջ եւ մենք կարդացանք։ Եկեղեցին աշխարհին դալու է Քրիստոսի գարեկցությունը, գարիքին գող կգենալ, թեմինին գարիքին հետ ըսգալ եւ անիկա ներկայացնել Քրիստոսով եւ Քրիստոսի անունով։ Տեսեք սիրելիներ, Քորս Արաքելոցը եւ Աբեդարանս Ղուկասուն արդեն անունը վրան է Ղուկաս Աբեդարանիչին մագակրումն է, ինքն է հեղինակը։ Ղուկաս Աբեդարանը ներկայացուց հույն փիլիսոփա փաստաբան Թեոփիլոսին, ահա բասիկ գադարյալ մարդը Հիսուս Քրիստոս եւ ինչպես Հիսուս Քրիստոս մարդուն ջանցավ, մարդուն էությունը ջանջ տալով Հիսուս մարդուն մոտ գնաց եւ մարդուն օգնեց, գարիքը լեցուց, ապա կներկայացնե Թեոփիլոսին Քորս Արաքելոցը։ Քորս Արաքելոցին մեջ ցույց կտա, թե Քրիստոսի հետևորդները, իր առաքյալները, ինչպես նմանեցան իրենց վարդապետին, այն ինչ որ սորված էին, լսած էին եւ այն ինչ որ Քրիստոս դվավ մարդկության, նույնը առաքյալները ըրին։ Եվ ասիկա սիրելիներ եկեղեցու մեծակույն քաչալերանքն է, որ եկեղեցին գրնա նմանի, եկեղեցին գրնա գործել եւ ծառայել աշխարհին եւ մարդկության, ինչպես առաքյալները եւ Հիսուս
Քրիստոս։ Սիրելիներ, Հիսուս Քրիստոս եւ առաքյալները աշխարհին ներկայացուցին Աստուծո սերը, դրսևորված Աստուծո զորությունով։ Մենք այս հատկուլուխի մեջ կտեսնենք սերմը, որ կփխեր զորութենեն։ Ես քեզ կսիրեմ։ Ես այս նախատասությունը շատ լսած եմ։ I love you. Thank you. Շնորհակալ եմ, որ կսիրես։ Ինձ հանդեպ հակառակություն չունիս, թշնամություն չունիս, ողջ եղիր։ Բայց ինչ կրնաս փոխել, ինչ կրնաս ընել։ Առաքյալները եւ Աստուծո Քրիստոսի սերը կներկայացնեին, անիկա կդրսևորվեր զորությունով։ Եվ սիրելիներ, մենք կտեսնենք, որ Հիսուսի կյանքին մեջ ասկերին շատ ուշադիր եղեք եւ առաքյալներուն կյանքին մեջ երբ իրենք սկսան Աստուծո փառքին համար փորձել, Սուրբ Հոգիով լեցվեցան։ Հիսուս անաբատ գնաց, Ձոմաբաղութենեն ետքը հոգի զորությունով վերադարձավ Գալիլեա, աշակերտները Բեռնադուն ելան, Սուրբ Հոգիով լեցվեցան եւ իջան Երուսաղեմ ծառայել։ Այսինքն ինչ, եթե մենք ուզենք Քրիստոսը մարդոց ներկայացնել, եթե մենք ուզենք աշխարհին Քրիստոսի սերը եւ ավետարանը տալ, մեզի առաջ բգայական բեք չէ։ Մեզի առաջ շատ գիտություն բեք չէ, բայց մեր գարիքն է, որ մենք ունենանք Սուրբ Հոգիով լեցունությունը։ Ուժով չէ գսեմ արկարեմ, զորությունով չէ, այլ իմ հոգիով գսեմ։ Սուրբ Հոգին չի խաբվիր, Սուրբ Հոգին չի սխալիր, չի խաբեր, բայց մենք այդ մեկը մեր կյանքերում մեջ եթե չունենանք, մենք ունենանք խոսք, մենք ունենանք գիտություն, մենք ունենանք դերևս գործեր, որոնք բարբված են, թադարգված են Աստուծո զորութենը։ Սիրելիներ, զուգահեռ ընթանալու է մեր եկեղեցական եւ մեր անձնական կյանքի մեջ Քրիստոսի սերը եւ Աստուծո զորությունը։ Ես կգարձեմ Աստվածաճանաչության առաջին դվյալը, որ Աստված մարդուն հայտնեց, Աստված ինքնին մարդկության ինչպես հայտնեց, ամեն բանի առաջ այս աշխարհը ստեղծեց։ Ստեղծագործությամբ, Սաղմոս 2-ն ինչ կսե, երկինքը Աստուծո փառքը կպատմի։ Եվ մարդը, ապա երբ որ մարդը ստեղծվեցավ, մարդը սկսավ տեսնել, թե ասի ինչ ստեղծագործություն է։ Աստված մեզի տվավ այնպիսի միտք, որ երբ որ մենք մեր մտքով ստեղծագործության նայենք, անհնարին է չհավատալ, եթե ուզես հավատալ, եթե չես ուզել հավատալ, Աստված այս աշխարհի վրա քու գլխուց չխփեր։ Այս աշխարհի ստեղծագործությունը եւ մեր ֆիզիկականը բավական է, որ մենք ճանչնանք Աստուծո զորությունը իր ստեղծագործության միջոցով։ Եվ ապա Աստված մեզի հայտնեց իր սերը Հիսուս Քրիստոսով։ Դերևս ասած եմ, բայց հաճախ միտքս ուկա, մեկ անգամ ևս ասա։ Ինձի համար շատ եւ շատ դժվար էր, բարդ խնդիր էր հասկանալ, որ չարչարվող ստրուկները, որոնք քերի կձախվեին, ինչպես կապաշխարեն։ Ինչպես գերտաս իրեն գսես Աստված քեզ գսիրե։ Քեզ գսե, ասե Աստծո սերը ինձի հանդեպ, որ ես ձներ եմ, աշխարհ եկած եմ, որպեսզի ստրուկ մը ըլլամ։ Բայց երբ որ այս քերիներուն, ստրուկներուն ցույց տվին Քրիստոսի ծառայությունը, Քրիստոսի սերը, անմեղությունը, զորությունը, ստրուկները Քրիստոսի մեջ տեսան Քրիստոսի սերը եւ սրբությունը եւ իրենց մեջ տեսան մեղքը եւ թարմությունը, ադելությունը եւ անոնց մեջ շատերը խոնարհեցան
Հիսուսը դեր և փրկիչ ընդունեցին հավիտենական կյանքի հույսով։ Սիրելիներ, Աստված մեզի խոսեցավ զորությունով, ստեղծագործությունով այդ ողջ աշխարհին, ապա մեզի խոսեցավ իր միածին որդիով։ Հիսուս Քրիստոսով։ Այսօրվա հատվածի մեջ և քարոզիս մեջ ակնհայտ է, անմոռանալի իրականություն է, որ առաքյալներուն միջոցով իձն է գաղը բժշկվավ։ Ամբողջ Երուսաղեմին, դաջարի մեջ գտնվողներուն ակնհայտ էր, որ այս մարդը գաղ էր, հիմա սկսավ քանել, ցատկել, վազել և Աստված սպառապորել։ Ինչպես առաքյալները գաղին բժշկությունը արից սևեցին, որ այդ օրվա ժողովուրդին ասեն թե այս գաղը բժշկվեցավ ոչ թե մեր բարեպաշտությունով կամ արդարությունով, ես Պետրոս և Հովհաննես, ոչ թե որ մենք սուրբեր ենք, այլ բժշկվեցավ Հիսուսի անունով, Հիսուսի զորությունով, որ ներկա է, որուն դուք խաչեցիք։ Այս հատվածի մեջ մենք կտեսնենք հանդիմանություն ուղղորդելու ապաշխարություն։ Հետ այսօր սիրելիներ, երբ որ մենք գտնվենք իրավիճակների առջև, որ թեմինին հանդիմանելու ենք, եթե այդ հանդիմանության թրթաբաճարը շարժարիքը զինքը առաջնորդել է թեպի ապաշխարություն, թեպի սրբակրուն, ուղղելու և առաքյալը գսետ է այս մարդը բժշկվեցավ Հիսուսի անունով, որովհետև Քրիստոսի անվան մեջ զորություն կա։ Տեսեք սիրելիներ, Գործ առաքելոցը առաջին երկու գլուխները մեզի կներկայացնե եկեղեցու հիմնադրությունը։ Եկեղեցին ինչպես ծնավ, ինչպես հիմնվեցավ։ Երկրորդ գլխում վերջավորության մենք կտեսնենք օրինագելի եկեղեցին, որ նորահավատները կհավաքվեին, առաքյալներեն ուսուցում կառնեին, իրարու հետ կհաղորդակցվեին, հաղորդություն կընդունեին, գաղութեին և զասված կփառավորեին։ Այս է եկեղեցին։ Եկեղեցին մարզական մշակութային կենտրոն չէ։ Մարդիկ կուքան, որպես սուրբ ընտանիք լսելու Աստուծո խոսքը, փառավորելու զասված իրարմով օրհնվելու, իրարու գարեկցելու։ Եվ ասիկա մեզի կներկայացնե Ղուկաս ավետարանը։ Ետքը ինչ կսե, որ աստեպ կպիտի ներկայացնե։ Կսե թե օրն եկեղեցին սովորական ընթացքի մեջ, մեկ ամիս վերջ, 3 ամիս վերջ, անորոշ է։ Եկեղեցին իր ընթացքի մեջն է, օրն հանգարց, մեկ անակնկալ կերպով Հովհաննես, Պետրոս և Հովհաննես դաջար կերտային աղոթք կնեն։ Հրյան Երուսաղեմացին, Երուսաղեմի մեջ մնագող հրյաները, հութայականները ուզեին աղոթել։ Ինչ պիտի անեն, եկեղեցի կերտային աղոթել։ Տեսեք սիրելիներ, եկեք պատկերը քիչ մեծացնենք։ Առաքյալները Սուրբ Հոգիով լեցված էին, լեզուներով կխոսեին, շատ մարդիկ ապաշխարած էր, եկեղեցին սիրո և սրբության մեջ էր, իրենք ունեին խաղաղություն և ուրախություն, բագասման մգար, որպես եկեղեցի, կսեք իրենց մեջ գալիքավոր չի գար, նոր կյանքը սկսած էին, այս բոլորով մեկտեղ իրենք դաջար կերտային աղոթել։ Աղոթքի անհրաժեշտությունը։ Եթե մենք առաջ ասած,
Պետրոս եւ Հովհաննես արելակ մենք պետք է դաջար երթանք աղոթել։ Ամեն օր երթանք, որովհետեւ սիրելիներ արաքյալները քաչ գիտակից էին, որ իրենց հաջողության հիմքը անմեղադրելի կյանքով աղոթքի հարաբերությունն էր։ Այսօր կխոսենք, ասկի առաջ խոսած ենք, սիրելիներ, ինչպես գիտեք, որոշ օթորիկներ եք անցնենք, մեր կարիքը աղոթքն է, սիրելիներ աղոթքն է, այսօր մենք աղոթքի կարիք ունենք։ Եղբայր Հարութը խոսեցա մեր հիվանդներուն մասին, երբ կերկեինք, միտքս հիվանդներուն համար աղոթել էր, հաշվեցի, 6 ընտանիք հիվանդության բարակաում, 1 ընտանիք սուքի բարակաում, ինձ երեք կսեն ինչուցեր եկեղեցին տիվը որ կարեցիք, մենք նոր եկեղեցին, մեծ տիվ չենք, բայց աս տիվով հիվանդություն սուք տակնապ, ասեցի սա ինձի զարմանք է։ Այսօրման մեր անհրաժեշտ կարիքը։ Ամենօրյա աղոթքի հարաբերություն։ Աղոթքի հարաբերություն դաջարի մեջ։ Եվ կսկսենք կենտրոնանալ աղոթքի մասին։ Երբ մենք եկեղեցի ուկանք սիրելիներ, գան չադվինք գոմնագի սպաղումները։ Ինչու մենք կշեշտադրենք եկեղեցվո ներկայությունը, որպեսզի մենք եկեղեցվո մեջ Աստուծո առջև խոնարհենք եւ մեր ժամերը նվիրենք Աստուծո։ Գան ուրիշ միջոցներ Աստուծո խոսքը լսելու, այսօրվա տեխնոլոգիան շատ կորց կտեսնե, սակայն եկեղեցվո ներկայությունը կմնա անհրաժեշտություն եւ խիստ կարեւորություն։ Եկեղեցի կար աղոթելու եւ երբ եկեղեցին ու կասկույրս եղբայրս հայացքդ թող միայն Աստուծո վրա, որովհետև նույնիսկ մենք եկեղեցվո մեջ կրնանք շեղվել։ Երբ որ Հիսուս աղոթքի մասին իր արագը կներկայացներ, գսե 2 մարդ տաճար կացին աղոթելու, Մաքսավորը եւ Փարիսեցին։ Երբ որ Փարիսեցին տեսավ Մաքսավորը եկած է աղոթելու, մեղավորը, չարաշահող մարդը, արձատասեն մարդը, խիղճ չունեցող մարդը եկել է տաճար աղոթելու, Փարիսեցինը սկսավ Աստուծո իր դեղեկանքը ներկայացնել, ռեպորտ ներկայացնել։ Կարծեք թե Աստված տեղյակ չէր։ Ես ասպես եմ, գաղոթեմ, ձոմ կպայեմ, դասանորդ կուտամ եւ այս մարդուն բեշ չեմ։ Զգուշանանք սիրելիներ, նույնիսկ մեր աղոթքի կյանքի մեջ մենք կարիք ունենք խոնարհության, որպեսզի չլատե հբարտության եզրին, հբարտության փորձության մոտենանք եւ մենք մեր անձերուն մեջ եւ մեր շուրջիններուն քայթավություն ըլլանք։ Դաջար եկուր աղոթելու սրդի խոնարհությամբ։ Միշտ ունեցիր քու աղոթքի ժամը։ Աղոթքի ժամը ցերից մի դար։ Այս օրերում մենք շատ կխոսենք կլսենք վարչապետ։ Աստված վայել մեր երկիրը, մեր վարչապետը, մեր եկեղեցիները, մեր բանակը, բահե եւ բահբան է։ Թանյել վարչապետ էր։ Պարսից թագավորության մեծ գայշնության վարչապետ էր, բայց օրը 3 անգամ աղոթքի ժամ էր։ Ոչ թե աղոթքի ժամ չկա, ինչպես կխոսեինք այսօր, այլ աղոթքի ժամ չենք ուզել ունենալ։ Եթե ուզենանք ունենալ, մենք աղոթքի ժամ ունենք։ Թերևս միշտ տաճար երթալու հնարավորություն չունենաս, ես վերացական չեմ խոսիր, ուրիշ մոլորակ չեմ եկած, այսօրվան աշխարհի մեջ, այսօրվան պայմաններու մեջ ես արգավրին, սակայն սիրելիներ, աղոթքի հնարավորությունը
դաջարը և խորանը թող լինի քո սիրտը և քո կյանքը։ Տուն ինքզինքդ նվիրե աղոթքի, խնդրելու Աստուծո ներկայությունը և առաջնորդությունը։ Թող մեր մտքերը լեցվին, մենք մեր մտքերը լիցքավորենք Աստուծո խոսքով։ Մենք աստարվա սկիզբը տեսանք աղոթքի և բարեխոսական աղոթքի զորությունը։ Եվ ինչ տեսանք Հոբի կյանքի մեջ, երբ Հոբ իր ընկերներուն համար աղոթեց, Աստված իրեն բժշկեց։ Երբ ընկերիդ ներելով բարեխոսական աղոթք բարձրացնես, արդեն քո մեղքերդ կներվին և Տերը քո կարիքներդ անդես չներ։ Եվ հարցումը, որ այսօր ուզեմ ձեզի հարցնել, և քարոզը պատրաստած պահուս Տերը իմ սրտիս հպվեցավ։ Եթե այսօրվան քարոզին 99% մորանաս, ես նախատասությունը մի մորանար։ Ըսեմ ձեզի Տերոջ մենար, եթե գրնակ ընդունել։ Կուզես քո աղոթքդ մարդոց հասանելի լինի։ Կցանկանաս աղոթես և քո աղոթքդ մարդոց հասնի։ Եթե այս ցանկությունը, եթե այս փափագը ունիս, եթե գսես այո եղբայր աղոթք, կուզեմ իմ աղոթքս հասանելի լինի։ Ուրեմն, թող քո աղոթքդ հասանելի լինի Աստուծո։ Եթե քո աղոթքդ Աստուծո հասավ, քո աղոթքդ մարդոց կհասնի։ Խնդիրը մեր կողմն է։ Մեր աղոթքները Աստուծո չի հասնում։ Արգելքը մեր թերությունները և դգարություններն են։ Խնդիրը Աստուծո կով չէ սիրելիներ։ Աստուծո կողմանե օրհնությունը հոսած է, բայց մենք շլագին պերանը ձորակը տրեր ենք և խցաներ ենք։ Դերը բարի է, դերը հավատարիմ է։ Ուզում ես աղոթքդ հասանելի լինի մարդոց, թող հասանելի լինի Աստուծո։ Ինչ են Աստուծո հասանելի աղոթքի պայմանները։ Նախ ներում խնդրել և ներե մարդկանց, ինչպես որ ուզում ես, որ Տերը քեզի ներե։ Սիրելիներ, քրիստոնեության գորիզին մեջ կարևոր հաստակը ներելն է։ Ներելն է։ Եվ ապա Աստուծո ներում խնդրել է։ Շատ քարոզներ կան, ընդարձակ մեկնաբանություններ կան։ Ես չեմ ասել ներելը թյուրին բան է, բայց հնարավոր է։ Եվ կներես, կներվի քեզի։ Թող քո աղոթքները բարձրանա Հիսուսի անունով։ Հիսուսի անունով աղոթք բարձրացնելը սիրելիներ լոկ փերանի նախատասություն չէ։ Կաղոթենք, այս բոլորը խնդրեցի Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Բայց Հիսուսի անունով աղոթք բարձրացնելը իր նշանակությունը ունի, որ մեր աղոթքներուն մեջ բոլոր փառքը մենք կբարձրացնենք Քրիստոսի։ Եվ ոչ թե մեր անձին։ Մենք կաղոթենք Քրիստոսի զորությունով և մենք կաղոթենք Քրիստոսը սիրելով։ Ոչ թե խոսքով, այլ մեր բոլոր հոգիով։ Այնպես թող լինի մեր աղոթքները, որ եթե Քրիստոս իմ տեղս այս բանուն հոս ներկա ըլլար, ինքը ճիշտ այդպես պիտի աղոթեր։ Լրիվ Աստուծո կամքը խնդրելով։ Թող երևնա Քրիստոսի գործերը և սերը քու բարձրությանը մեջ։ Սիրելիներ, քրիստոնեությունը շատ բարձ, հասարակ կյանք է։ Գիտեք ինչու, որտեղ դա անմեղություն է։ Այնքան մեր մտքի մեջ խորհուրդներ, այնքան մեր մտքերու մեջ դիվանագիտություններ, այնքան հաշիվներ,
այնքան չգիտեմ բաներգան, այլևս յանքը փարթացել է։ Ավելի ճիշտ է մենք մեր յանքը փարթացուցել ենք, մեր քրիստոնեությունը փարթացուցել ենք, բայց այդպես չէ։ Հիսուսը ասավ, եթե այս երեխաներուն, այս մանուկներուն պես չլակ երկնքի տակավորությունը չեք ճանաչել։ Ես երբեմն այցելության երթամ, եղբայրներու, քույրերու կանտիկեմ։ Երբ իրենց հավատքի արտահայտությունը գլսեմ, իրենց հավատքի վստահությունը գլսեմ, ոչ թե միայն ուրախանամ, այլ գնորոքվիմ։ Անի մի կարծեք քարոզիչները սուպեր մարդիկ են, չէ։ Ես երբեմն ձեր հավատքով օրհնված եմ, լեցված եմ, քաջալերված եմ։ Երբ կտեսնեմ այդ հավատքը, որ բարձրությամբ է, կատարյալ Աստծո վստահությամբ է, կատարյալ նվիրումով է։ Սիրելիներ, երբ գործ Առաքելոց 3-րդ գլուխը ուշադրությամբ կարդանք, իմ այս քարոզը սկսածներս բոլորը մեջը կտեսնեք։ Պետրոս կքալեր եւ տեսավ, սա Հիսուս Քրիստոսի անունով ոտքի էր եւ քալեր։ Աշխարհ հավաքվա մարդիկ սկսան մտածել, ինչպես, ով է, ուր է, ինչ անունով։ Պետրոսը սա, չէ, սա, չէ։ Ոչ թե որ ես արտար եմ, ոչ թե որ ես սուպեր հոգևոր եմ, հին ուխտի շատ լավ գիտեմ, Հիսուսի հետևեք երթամ, ոչ սա։ Այս գաղը բժշկվավ Հիսուսի անունով, Հիսուսի հարության զորությունով, այս կամ բարձրությամբ հավատքով սիրելիներ մեծ հրաշքը տեղի ունեցավ։ Սիրելիներ, մանուկի վեց դերոջը մոտենանք։ Աստված ոչ մեր արտաքինին գնայի, Աստված ոչ մեր նախատասության հյուսված բարերուն գնայի, ոչ Աստված մեր չիդության գնայի, կտեսնե թե այդ սիրտը ինչ կդորոպե, ինչ կփախցա։ Շատ բնական պայմաններով սիրելիներ, Պետրոսը եւ Հովհաննեսը տաճար գտան։ Օրը։ Եվ գալ մարդումը հանդիպեցան, որ նյութական ակնկալություն ուներ։ Մարդը հոն եկած էր մարդուն հոն գպերեին այն հույսով, որ դաջան եկողները հավատացյան են, բարեկուտ են, եթե իրենց կրբանները փողա, փամը գուտան, եւ այս մարդուն համար բարիք մգնեն։ Եվ երբ դաջան գմտներ, բնականորեն Պետրոսի աչքը ընկավ այս մարդուն վրա, եւ այսպիսի վիճակի մեջ եղողները սիրելիներ շուտ կնկատեն, ով իրենց վրա ուշադրություն է սերում։ Եթե դու իրեն նայես ինքը քեզի ճորսաչով կնայի։ Գարիք ունի, ակնկալություն ունի։ Հիմա ասեմ ձեզի, Պետրոս տեսավ մարդուն ակնկալությունը արտացավ, եկեք բահմա ասպես մտածենք։ Եթե Պետրոս այս մարդուն մի քանի լումա դար։ Ցեկը կրբանեց, մեկ աթաշի վրա փան մտվավ։ Հիմա ասեք ինձ, այս մարդուն կյանքի մեջ ինչ փոխվավ։ Ոչ մի բան։ Եթե կնաս մի հատ լավաշ արավ, երկրորդ օրը անուտեցավ, երկրորդ օրը էլի փող չկա։ Մարդուն ակնկալությունը փող է, բայց փողը իր հիմնական գալիքը չէ։ Պստիկ միջոց մնե։ Սիրելիներ, մարդկությունը գալիքի մեջ է։ Ամեն մարդ մի գալիք ունի։ Ամեն մարդ անխտիր։ Եվ մենք մարդկության ինչ կուտանք։ Եկեղեցին ինչ կուտա աշխարհը։ Հիսուս կանիցս անգամները սա թուք տվեք, կպատրաստեր իր աշակերտներուն, կսորվեցներ, բաղման օրը ես երկին կհամբարնամ, դուք աշխարհի մեջ եք։ Ինչ պիտի տանք մենք մարդկության։ Քաչը տանք եւ մարդկության ներկայացնենք Քրիստոսը։
Երկրորդ, մարդկության ներկայացնենք լի արժեք Քրիստոս։ Ճշմարիտ Քրիստոսը ներկայացնենք։ Բախով, կասկածով, երկմտությամբ չէ։ Ինչ գնե Քրիստոս։ Քրիստոս կփոխե, Քրիստոս կբժշկե։ Միտքը կփոխե, կյանքը կփոխե, սովորությունները կփոխե, կախվածությունները կազատագրե։ Մարդուն գուտա այն գարիքը, որ աշխարհ չի գտնար տալ։ Քրիստոս է որ գուտա։ Սիրելիներ, մենք գործընծուծած ենք մեր եկեղեցական հավատքը, մենք գործընծուծած ենք մեր եկեղեցական իշխանությունը, մենք գործընծուծած ենք մեր եկեղեցական իրավունքը, չի բահանջելով և չխնդրելով դերոջ մեն։ Դերոջը բոլոր բարգևները առանց զղջալու են։ Եկեղեցին գուտա աշխարհին այն ինչ, որ աշխարհ չունի և չի կրնար ունենալ։ Հավատացեք սիրելիներ, հավատացեք, այսօր եկել ենք աղոթելու։ Եկեղեցին ծերքին մեջ կա քեթ բնական օրհնություն, որ ամեն մարդ կարիք ունի։ Ամեն մարդ կարիք ունի։ Ես հանդիպած եմ մուսլիմանի, եկած են ասել են Հակոբ աղոթե պիտի բժշկվի։ Հանդիպած եմ մուսլիմանի, եկել է ասել է Հակոբ աղոթե, աղոթած մայիս երկս բռնեց խուրխուն վրա տրավ։ Աղոթե, որպեսզի Աստված ինձի պաշտպանություն տա, մարդկությունը գարիք ունի։ Զինվորական մեծավորները գարիք ունին, հարուստները գարիք ունին, ով գարիք չունի ինձի ասեք։ Եվ Հիսուս որ գարիքը չի կարող լեցնել, որ գարիքը չի կարող հայթայթել։ Խնդիրը մեր կողմն է։ Խնդիրը մեր կողմն է։ Պետրոս նայեցավ և ասավ, բարեկամ, ոսկի ու արծաթ չունիմ, բայց ես կուտամ քեզի այն ինչ, որ դու փողով, ոսկիով և արծաթով չես կարող ունենալ։ Նազովրեցի Հիսուս Քրիստոսի անունով ոտքի և կալե։ Ցավոք սրտի, այսօր մենք փող չունենք, ոսկի և արծաթ չունենք մարդկության տալու, բայց ավելի մեծ ցավս, իմ ցավս Հիսուսի զորությունն արջունի։ Թերևս աշխարհիկները ինձ մել ամեն գարան փող տալ։ Շատ սիրելիներ, հոգեգան մի տարբեր վիճակի մեջ եմ։ Ասեցի ով դեր, աս եկեղեցին թուն տվեցիր։ Ասեցի ով դեր, աս աթոռները թուն տվեցիր։ Ասեցի ով դեր, տուն ինձի հոս կրեցիր։ Իմ մտքովս Հայաստան չի գար։ Երբ որ Հայաստան եկա, իմ մտքովս Երևան եկա, Ափովյան չի գար։ Ասիկա գսեմ և բիդիսեմ, այս բոլորի մեջ ես տեսնում եմ Աստուծո փորձը։ Ուր գե ուր, մենք իրար պիտի հանդիպեինք։ Դերը գիտեք մեզ ինչու կողքովի կրա, որպեսզի հոս կարենան հրճագել իր փառքը, իր զորությունը։ Եկեք աղոթենք սիրելիներ, որպեսզի Տերը մեր մեջ իր կենդանի զորությունը հայտնե։ Մենք փոխվենք և մեր փոփոխության շուրջինները փոխվին։ Երբ գաղը բժշկվեցավ, իր ճակատագիրը փոխվեցավ։ Գաղը գուկար դաջարին թուրսում էր։ Պաստերոջը գամքը գիտեք ինչ է, որ գաղը բժշկվի և դաջարին ներս լինի։ Աստուծո գամքանի չէ, որ մեր թուրսը մարդիկ լեցվի։ Աստուծո գամքան է, որ մարդիկ իր ներկայության մեջ կան։ Աստծո գամքան էր, որ ասմարտը մուրացկանության վիճակեն թուրս ելել։ Մուրացկանություն կնշանակե մարդոցմե ագնդալեր, մարդոցմե հուսա, մարդոց սպասել։ Որը ավելի լավ է։ Աստուծո հուսանք, թե մարդոց։ Մարդոցմե ագնդալենք, թե աստուծմե։ Շատ բարձ է պատասխանը։ Մարդը փոխվեցավ։ Իր ճակատագրին համար ամեն օր գողբար, հիմա այս մարդը դաջարի մեջ սկսավ Աստուծո փառք տալ, օրհնել, փառաբանել Աստուծո անունը։
եւ սկսավ աշակերտներուն հետևել։ Եվ հրաշալին այն է, որ առաջին երկրորդ երրորդ դարու հավատացյալները, նորահավատները, հավատացյալները երբ կհետևեին իրենց ուսուցիչներուն, առաջնորդներուն, անոնց նման գլային։ Ես շատ զգացված եմ Պոլիկարպոսով։ Հույն, կսեմ ինքը Հովանես Արաքյալի աշակերտն էր։ Հովանես Արաքյալը այնպես սիրո կյանք ապրեցավ, որ այսօր եկեղեցին անոր փշրանքներուն գարիք ունի։ Հովանես Արաքյալին երացած ցետի մեջ պիտի գցեին։ Այդպես պիտի նահատակվեր։ Եվ Պոլիկարպոս կհետևեր Հովանես Արաքյալի սիրուն։ Հովանես Արաքյալ գաքսորվի դերը գազադե, դարիներ գանցնի հռոմայական զինվորները գահարացեն Պոլիկարպոսին, կցերպակալեն և գպերեն գրգես, հանրային սրահ, կսեմ Հիսուսը ուրացիր, ամենուն արջեպիտ հայդարար է և պիտի ասա, ես Հիսուսը ուրանում եմ։ Գիտեք ինչ կսե։ Կսե 88 տարի Քրիստոս ինձի հետ հավատարիմ է։ Ես իմ փրկիչ չեմ ուրախանար։ Կսեն խարույկը քեզ է սպասում։ Սեղան, ձարերի բոլոր ջուղերը, վրան պիտի կանգնեցնեն, պիտի կապեն և խարույկը պիտի վարեն։ Գիտեք ինչ կսեն։ Հարաբերյան պարում կա շատ անուշ է, կսե ուրախ է։ Այսինքն, ոչ թե միայն պարի քարուստ, ասպես պարի եկար, ասպես պարով ընդունում եմ կեզ։ Ինչը, ոչ թե հյուրը, ոչ թե նվերը, խարույկը։ Ինչը սեր կուզեմ։ Ամենքը գադարելապես վարժված իր վարդապետին պես կտա։ Աս հարուստությունը, այս ժառանգությունը, որ մեզի հասած է, որպեսզի մենք մեր վարդապետին պես ենք, հավատքով, աղոթքով, գարեկցությամբ, Սուրբ ոգիով։ Սրանք փողով չեն, բարձրակույն ուսումի գարիքը չի գա, ճամփորդելու գարիքը չի գա, Տերոջ առջև խոնարհվելու գարիքը գա։ Եկեք հոդնգած Տերոջ առջև ոտքի գնանք։ Եկեք խոնարհվենք սիրելիներ։ Եկեք խոնարհվենք։